Վին խնդրեմ ըստ էության Փաշինյանը գտել է հերթական իր այսպես բրուտոսին, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը իր քայլերը ինչպես կգնահատեք, պարզից էլ պարզ է, որ սա առացիորեն մեր հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավ է, անձով պայմանավորված չէ, համեցեք։ Այո, ուրեմն գիտեք, Փաշինյանը 7 տարին ավելի վարչապետ է եւ առաջին օրվանից արդեն սկսավ հալածելու կաթողիկոսարանին եւ կաթողիկոսին սկիզբը օրինակի համար այսպիսի մի քանի բաներ են, որ բոլորս ալ մոռացել ենք, բայց ես հիշում եմ, որ կաթողիկոսը որպես ամենահայոց կաթողիկոս ուներ հadoop բահակներ, որ իրեն պաշտպանում էին, որովհետեւ դերքանա որ բան չբադայի, բայց ամենաշաբես Փաշինյանը այդ բահակները հանեց իր գողքից, հետո վեհապարի նոր դարվա պատգամը չթողեց որ սփռվի, տարածվի նոր դարվա գիշերը եւ հետո սկսավ ասելու որ եկեղեցին մոմեր է վաճառում, այդ մոմերի համար պետք է որ հարկ վճարի, ինչ որ լրիվ անհետեցություն է, որտեվ աշխարհի ամեն կողմ, երբ որ եկեղեցի լինի կամ բարեսիրական միություն լինի, գազམ་ագերբություն, իրենք հարգից զուրկ են եւ ոչ մի հատ չեն վճարում, հետո նաեւ սկսան խոսելու թե որոշ գալվազներ, նույնիսկ եկեղեցիներ, որ պատկանում են կաթողիկոսարանին, ասում են այսինքն pedagogan եկեղեցիներ են, բեության են պատկանում, մենք ժամանակավոր դվել ենք եկեղեցիին, որ edel սուդը եւ գեղձիկ է, այսինքն ամեն ինչ անում են, որ նեղը տնեն վեհապարին, որ վեհապարին վերջապես վեհապարը որոշի, որ լավ հրաժարվեմ դուրս կամ ավելի լավ է որ շարունակվի էսի, բայց ուրախ եմ որ վեհապարը չի ընդգրկում եւ շարունակում է խիզախորեն բայկարել մնալ իր աթորին, որտեղ եթե իր աթորը թողի դի ամենը մեծ նվերը բարգեւը կլինի Փաշինյանի համար, որտեղ ինքն է որ այդ ուզում է, բայց Փաշինյանը անշուշտ ամեն տեսակի անհավատալի անփարոյական խոսքեր է կրում իր Facebook-ի էջում, խոսքեր է ասում, հիմա չեմ ուզում գրտնել այդ իր անփարոյական իսկական խոսքերը, բայց հիշում եք, եւ նաեւ իրեն միացավ միաժամանակ Աննա Հակոբյանը, իր գողագիծը ոչ թե իր գինը, եւ edel ասեց գերականները մաֆիայի ղեկավարներն են Հայաստանի Մանկապիղծներ են, այո։ եւ այլն այսպիսի բաներ, ասեն էսի նույնիսկ փողոցային մի մարդ այսպիսի ոճով պետք է խոսի, ուր մնաց վարչապետը եւ իր գողագիծը եւ այդ Facebook-ը որ մարդիկ նայում են, կան դեր երեխաներ, այդ երեխաների համար այդ սերական դեսագի արտահայտություններ շատ անվայել են մանավանդ երեխաների առաջ, բայց այս մարդը այդպես է, ինքը այդպես տերասանություն է անում ժողովրդի առաջ, որ իբր թե ինքը բարեբաշտ է, աստվածավախ է, գրոնասեր է, սամոս է արտասանում, բայց տեսնում ենք, որ իր խոսքերով ինքը ասեց, որ ինքը ոչ ամուսնացել է ԶԱԳՍ-ով, ոչ էլ եկեղեցիով, եւ ես լուրջ ունեմ, եթե ինքը նույնիսկ Հայաստանից եկեղեցու մեջ մգրդվել է որպես եկեղեցու անդամ, այդ չեմ իմանում, չեմ կարող ասել ոչ, ու չեմ կարող ասել այո, երբ որ մի օր ինքը edel հայտարարի, edel գիմանանք, բայց նաեւ իմանում եք, որ համալսարան չի ավարտել, բանակում չի ծառայել, այսինքն այս մարդը հայրենասեր լինելուց շատ հեռու մարդ է, ես կասեի, որ ինքը աբասկային մի մարդ է, որ ամեն օր արթնանում ենք, կանգնում ենք մի նոր փորձանքի առաջ, մի նոր զիջումներ եւ ուրախացնում է թշնամիին, այդ է բաժարը որ ասում եմ, որ եթե Ալիևն լիներ նստած Փաշինյանի աթորին, նույն բաները Ալիևն էր անելու, շատ դարբերություն չէր անի Փաշինյանը, թե Ալիևն է, նույն հրանքները էր դալու, նույն վնասներ ենք ասկային շահերը մենք վնասելու ենք։
Իսկ այս եկեղեցու ներսում հայտնված այս բրուտոսները, այնտեղ այլևս Ա, կարգալույց եղած Արամը, չէ, հա, այդ մի խոսքով գիտեք, Ստյոպան Ասատրյան, Գևորգ Սրբազանը դեռ որ Սրբազանն է, խնդրեմ։ Խաչիկ Գարձեն երրորդը այո այս լրիվ մեր ամբողջ ասկի համար ամոթալի մի բան է հայդարարություն է ոնց կարելի է վարչապետը գնա մի եկեղեցի որտեղ գարկալույս քահանա իբր թե բادرակ է անում դա խեղդակություն է բادرակ չի էդի եւ երբ որ գարկալույս մի մարդ բادرակ է անում ինքը սրբաբղծում է այդ եկեղեցին եւ Փաշինյանն էլ քաչալերում է իր հրանքում է իր շրջանագին կբի անդամներին որ կան ներգանան նախարարներ եւ այլն եւ այս բոլորը մեղավոր են եւ ուսամ օրը գկա որ այս բոլորը կգանքնեն դատարանի առաջ եւ կթադվեն որպես ասկի ճշնամիներ Այդուհանդերձ նաև ըստ էության հայ ժողովուրդը պետք է սատար կանգնի իր եկեղեցուն, վեհափառին եւ դուք էլ ձեր խոսքում ասացիք, որ ճիշտ որոշում է, որ վեհափառը որևէ ձև չի ընկրկում եւ կուլ չի գնում այս իրողություններին, իր վեհության մեջ է։ Նաեւ մենք տեսնում ենք Երևանից շատ հոգեվորականներ հանրային ձևով իրենց աջակցությունն են հայտնում վեհափառին, մեր կրոնին, մեր եկեղեցուն։ Խնդրեմ ինչ ունեք ասել այն մարդկանց, ովքեր դեռ ասում են, որ մտքներից այլև անգամ ասում է, որ վեհափառը պետք է հեռանա, չգիտեմ։ այո Փաշինյանը ինքը միշտ խորամանկ եղել է խելացի չէ բայց խորամանկ է եւ միշտ փորձում է այսպես խորամանկորեն միջոցներ գտնել օրինակ ինքը իր նպատակը եկեղեցին ներսից կանտել է քանի որ ինքը դրսից չի կարող է անել ուրեմն փորձում է սիրաշահել որոշ քահանաների որոնք գարկալույց եղել են եւ ինքը անընդհատ պատգամներ է ուղարկում ներգայի եկեղեցում եղող առաջնորդներին arczepiskoposներին որ իրենք էլ վեհապարի թեմ լինեն ուրեմն փորձում են ներսից գրավել բերդը դա շատ խորամանկ այլ է իսկ մեր ժողովուրդը դակավին չի արթնանում ոտքի չի կանգնում չի փողոքում եւ Փաշինյանը խապում է ժողովրդին ունենք մենք մի մեծ խապեվա որ ամեն հարցերով խապում է մեր ժողովրդին եւ մեր ժողովուրդը շատ միամիտ հանդարտ այսպես ապրում է իր կյանքը հիմա միակ բանը որ մնաց եւ ասելու եմ մեծ ցավով եթե օրը կա որ Փաշինյանը իր բաղազորը եւ զինվորները ոստիկանները ուղարկի Էջմիածին երբ ցերպակալեն ասված մի արասե վեհապարին եւ փանդարգի եթե այդ բադահի որ ուսամ չբադահի բայց եթե բադահի եւ ժողովուրդը դակավին լուր մնա էդի արդեն գլինի որ մենք Հայաստանի վերջը կլինի էդի Հայաստան չի լինելու ատկի հետո որովհետեւ արդեն ամեն ինչ դանուր ենք տվել եթե վեհապարին ցերպակալեն անկախ Հայաստանի իշխանությունների օրով մի բան որ մենք երբեք չենք կարող երևակայել որ այսպեսի մխսավանջի մեջ կաբրենք եւ հուսամ մեր ժողովուրդը վերջապես ոտքի կգանքնի որովհետեւ հագարակորտները անդադ խոսում են որ չէ ժողովուրդը թեմ է վեհապարին եւ այլն ես հարցնում եմ իրենց դուք որտեղից իմացաք որ ժողովուրդը մեծամասնությունը թեմ է վեհապարին ոչ մի դվյալ չի գա որ թեմ են այո կան որ վեհապարի հագարակորտներ են բայց չի կարելի ասել որ այդ հագարակորտները մեծամասնություն են ես կարծեմ որ հագարակն է ես կարծում եմ որ մեծամասնությունը Հայաստանից եկեղեցվող գողքին են թե Հայաստանում եւ թե Սփյուռքում մենք ունենք մեր հայ ժողովրդի աշխարհով մեկ մոտավորապես 90% եթե ոչ ավելին Հայաստանից առաքելական եկեղեցու անդամ եւ բոլորն էլ պետք է գանքնեն եւ գանքնելու են վեհապարի եւ եկեղեցու գողքին